Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, մեղքերի թողության մասին է։ Սուրբ Գիրքը խոսում է մեղքերի թողության միայն մեկ ճանապարհի մասին, որը Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունն է, խաչը, մահը եւ հարությունն է։ Հիսուս Քրիստոսի պատվական արյունն է, որ մեր մեղքերին թողություն տվեց եւ գնվեցինք մեղքի եւ մահվան ճիրաններից։ Ուրիշ մեղքերի թողության ճանապարհ գոյություն չունի։ Ամեն մարդ պիտի խոստովանի իր շուրթերով, հավատա եւ բերի Տիրոջ առջեւ իր մեղքերը, որ Հիսուս Քրիստոս խաչվեց իր մեղքերի համար, մահացավ իր մեղքերի համար եւ հարություն առավ արդարացնելով այդ մեղքերը ներելով։ Եթե ոչ, չկա մեղքերի թողություն։ Սրա մասին խոսում էր Հովհաննես Մկրտիչը անապատի մեջ, մարդկանց ապաշխարության կանչելով։ Սրա մասին խոսում էր Տեր Հիսուսը իր քարոզչության մեջ մարդկանց կոչ անելով, որ ապաշխարեցեք, որ երկնքի արքայությունը մոտեցել է եւ խոստովանեք ձեր մեղքերը։ Ինչու համար հերթական անգամ բարձրաձայնում եմ այս նյութը, քանի որ շատ անգամներ եմ խոսել սրա մասին։ Բայց այս տարի ցավոք 3 անգամ մասնակից եղա հոգեհանգստի թաղման արարողության եւ 2 անգամները այդ հոգեհանգստի արարողությունը կատարվում էր հայ առաքելական եկեղեցում եւ ես երկար տարիներ, երևի 20 տարիներից ավելի չէի մասնակցել ոչ հոգեհանգստի, ոչ էլ թաղման արարողության եւ խոսում է հայ առաքելական եկեղեցու քահանան։ Քահանան ասում է. հիմա պիտի աղոթենք, որ մեր հանգուցյալը Աստծո լույսերի մեջ բնակվի եւ ընդունվի Աստծո ընտանիքը Աստծո սուրբերի հետ միասին եւ աչակողմյան դասին պիտի դասվի։ Ասել է, թե այս մարդու փրկությունը եւ հավիտենական իր գտնվելու վայրը կախված է ոչ թե այդ մարդու խոստովանությունից, այլ կախված է քահանայի աղոթքից։ Եվ 100 հոգի եւ ավելի մարդիկ նստած մտածում են, ինչ լավ է, փաստորեն ապաշխարության կարիք չկա, մեղքերի թողության կարիք չկա, Հիսուս Քրիստոսի արյունը ընդունելու կարիք չկա, մեղքերը կարող ենք չխոստովանել եւ մի այսպիսի քահանա վաղը մեր հողարկավորության ժամանակ մեր դագաղի մոտ էլ աղոթք կանի եւ մեր հոգիները կմտնեն երկնային արքայություն։ Ինչպես։ Այդ քահանան, որ երաշխավորում է, որ իր աղոթքից հետո այդ հանգուցյալը պիտի մտնի երկնային արքայություն, ինձ հետաքրքիր է, որ ճանապարհով։ Եթե փրկությունը միայն խոստովանությունով է, Հիսուս Քրիստոսի անունը կանչելով է, եթե այդ մարդը չի ճանաչում Տիրոջը, չունի աստվածպաշտության կյանք եւ ապրել է ինչպես եւ ուզել է իր մեղքերի մեջ թաթախված, ինչպես պետք է մտնի այդ մարդը երկնային արքայություն։ Բայց այն մնացած լսողները, որ տեսնում են լուրջ քահանան, քահանայական հանդերձանքով, տաճարի մեջ կանգնած եւ խունկի հոտը, այդ տպավորությունը, այդ ազդեցությունը, ինչքան վստահություն է բերում մարդկանց վրա, ասում են, մարդը գիտի ինչ է ասում։ Ես էլ կարող եմ ոնց ուզեմ ապրեմ։ Բայց որ Անահիտն է խոսում, համացանցում ես վերջերս մեկը գրել էր, դու որտեղից հայտնվեցիր։ Իմ նման ավետարանիչներին մարդիկ վստահություն չունեն, բայց քահանան, որ եկեղեցու մեջ կանգնած է, ասում են, այս մարդը ինչպես կարող է ճշմարտությունը չխոսել։ Բայց որտեղ է գրած մեռելների համար աղոթել, որ մեռած մարդը դժոխքի կրակներից փոխակերպվի երկնային արքայություն։ Ոչ միտեղ չկա այդպիսի պատվիրան, ոչ Հիսուս Քրիստոս, ոչ իր աշակերտները, ոչ էլ աշակերտների աշակերտները 2000 տարուց ավելի ոչ մեկը մեռելի համար չի աղոթում, որ մտնեն երկնային արքայություն։ Տեր Հիսուսը այդպիսիներին ասում էր վայ ձեզ, եւ ես էլ եմ ասում վայ են մարդուն, ով որ մեռելի համար կաղոթի, որ այդ մեռելը երկնային արքայություն մտնի, առանց իր մեղքերը խոստովանելու։ Սրա համար է, սիրելիներ, որ ես անդադար ձեզ կոչ եմ անում, որպեսզի կարդաք Աստվածաշունչը, որը միակ ճշմարիտ գիրքն է, որը միակ ճշմարիտ խոսքն է, որ ամեն ճակերտավոր
Հոգևոր առաջնորդի խոսքը չընդունեք որպես ճշմարտություն, այլ Սուրբ Գիրքը լինի ձեր ճշմարտության միակ աղբյուրը, եւ ամեն խոսքերը համեմատեք Սուրբ Գրքի խոսքերի հետ։ Արդյոք կա այդպիսի պատվիրան, թե ոչ։ Եվ այսօր ունես հնարավորություն քո մեղքերից թողություն ստանալու։ Քանի դեռ շունչ ունես, քանի դեռ կյանք ունես, քանի դեռ հնարավորություն ունես քո շուրթերովդ դավանես, որ Հիսուս Քրիստոսն է Տերը եւ խաչվել է քո մեղքերի համար, դու փրկություն կարող ես ունենալ։ Այսօր, վաղը ոչ մի քահանա եւ ոչ էլ երկնքում ոչ մի հրեշտակ չի կարող երաշխավորել քո երկնային արքայություն մտնելը եւ քո փրկությունը սիրելիս։ Մի խափնվեք եւ մի մոլորվեք, Տերն ասում է իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով խոտորվեց, որտեվ գիտություն չուներ։ Ստախոս հոգևոր առաջնորդներին լսելով մարդիկ խոտորվեցին։ Բոլորիս տանը կա Աստվածաշունչ։ Եթե որևիցե մեկը չունի, գրեք ինձ, որ քաղաքում է լինեք, որ երկրում է լինեք, ես կգտնեմ եկեղեցի, ես ձեզ համար կուղարկեմ այդ Աստվածաշունչը, կարդացեք Աստվածաշունչը եւ մի հետևեք ամեն արժող, չարժող, ինքը իրեն հոգևոր կարծող մարդկանց խոսքերի։ Խոստովանեք ձեր մեղքերը Տիրոջ առջև այսօր, որպեսզի փրկություն ունենաք եւ մտնեք երկնային արքայություն, որը պատրաստված է ձեզ համար։ Եղեք օրհնված։